Կության համար գրանցում Մարիա Կարապետյան Շնորհակալ եմ հարգարժան փոխոսնակ, հարգելի գործընկերներ, իմ ամբողջական աջակցությունն եմ հայտնում պարոն Գաբրիելյանին, թեկնածության եւ ընտրության կապակցությամբ, բայց պետք է անդրադառնամ նախորդ շաբաթ մեր դահլիճում իմ դիտանկյունից կիսատ մնացած մի քննարկման Տիկին Խամոյանի հետ, նա կրկին դահլիճում չէ, բայց քանի որ արդեն իսկ նոր թեմաներ են սկսում շոշափվել, որոնք հետաքրքրություն են ներկայացնում, սրանց այս նախորդ քննարկումը անհրաժեշտ եմ համարում փակել, թեև մյուս падգամավորների որոշ մտքերի եւս արձագանքներ ունեմ։ Տեսեք, Տիկին Խամոյանը իմ այստեղից արձագանքը ընկալել է որպես ժողովրդի դատաստանի քարոզ, այնինչ ես լրիվ այլ բան եմ ասում եմ, որ սահմանադրական դատարանը վերաքվեարկության անհրաժեշտություն չի տեսել, բայց քանի որ Տիկին Խամոյանը չի քննարկում ոչ սահմանադրական դատարանի վճիռը, ոչ ընտրական օրենսգիրքը, այլ պարզապես այս ամբիոնից իր պարտքն է համարում մոտենալ եւ մեզ ասել մանդատագողներ, առանց որևէ բովանդակային հիմնավորում բերելու, ես նրան ասում եմ, որ դրա արժանի պատասխանն է, տեղին է, հասնում է, քիչ է, այդպիսի պիտակի արժանի պատասխանը դա է, բայց միևնույն ժամանակ իհարկե կա դատարանի որոշումը, սահմանադրական դատարանի որոշումը, ընդ որում ասեմ, եթե գեթ 1 քվեի գողություն տեղի ունեցած լիներ, դուք բոլորդ, բայց նաև ձեր փաստաբանները սահմանադրական դատարանում միայն դա կքննարկեն, եթե 1 քվեի մեր ուժը դիպած լիներ, այնինչ ինչ էր տեղի ունենում սահմանադրական դատարանում, Բարգավաճ Հայաստանի փաստաբանը պահանջել էր, որպեսզի դատարան բերվեն բոլոր ընտրատարածքներից ծրարներ, այդ ծրարները տարել էր պատուհանի մոտ եւ պատուհանի մոտ լույսի ներքո ստուգում էր այդ ծրարների թափանցիկությունը։ Այսինքն դուք ուզում եք ասեք, որ եթե մեկ մարդու քվեի գողություն տեղի ունեցած լիներ, դուք դա մի կողմ կդնեիք եւ կքննարկեիք ծրարների թափանցիկությունը, բնականաբար ոչ։ Ես պարզապես ասում եմ, որ ինչպես Տիկին Խամոյանը պնդում է, որ ինքը Գագիկ Ծառուկյանի քաղաքական ճաշակը չի կիսում, այդպես էլ Հայաստանի ժողովուրդը Գագիկ Ծառուկյանի քաղաքական ճաշակը մեղմ ասած չի կիսում, պարտավոր չէ կարդալ սահմանադրական դատարանի վճիռը ի տարբերություն падգամավորների եւ ոչ էլ ընտրական օրենսգիրքը եւ այդ բառը մանդատագողներ լսելիս պատասխանում է այդպես, դա ձեր բաժին պատասխանն է։ Իսկ սահմանադրական դատարանի վճիռը եւ ընտրական օրենսգիրքը նախորդիվ մենք այստեղ քննարկեցինք Եվ նաև Տիկին Խամոյանը կարճել էր իմ այդ ոնց որ ժողովրդական պատասխանից եւ նաև ասում էր դուք եվրոպագետ լինելով ես առաջարկում եմ առհասարակ դադարեցնենք քաղաքակրթությունը վերագրել արևմուտքին, Եվրոպային Միացյալ Նահանգներին, բարբարոսությունը արևելքին։ Դա եղել է եւ շարունակում է մնալ ձեր քաղաքական մտքի թերություններից մեկը աշխարհը այդպես տեսնելը։ Եվ նաև ասում է, որ բա դուք գիտեք մարդիկ մեզնից ինչ են պահանջում, ինչ սցենարներ են քննարկում, որ ձեզ հետ տեղի ունենան։ Իհարկե գիտեմ, դրա համար էլ Արթուր Սարգսյանին զրկեցին կանձեռնմխելիությունից, որովհետև քննարկում են, թե ինչպես պիտի կամ մեռցնեն, կամ մեռնեն։ Այո, գիտեմ այդ սցենարները, բայց ես խոսում եմ բացառապես այնպիսի մի իրավիճակի մասին, երբ կա դատարանի որոշում։ Ես չեմ ուզում, որ Տիկին Արեգնաս Մանուկյանի մասին մեզ հետևողականորեն ձեր ուղղած հարցը մնա անպատասխան։ Այդ հարցը դժվար է տալ, բայց ես այդ հարցը կտամ։ Եվ հույս ունենամ, որ մենք դրա շուրջ էլ կձևավորենք այս դահլիճում միմյանց հարցերից չխուսափելու մշակույթ։ Իհարկե, ես կթեթևանամ, կուրախանամ, եթե տեսակցությունները թույլատրելի համարի իրավապահ համակարգը։ Բայց ես նման կոչ չեմ անելու։ Եվ կարծում եմ, որ նաև դուք էլ եթե քիչ խոսեք այդ մասին, հնարավոր է այդ խնդիրը առավել արագ լուծվի, քանի որ ձեր այդ բարոյաքաղաքական ճնշումները սովորաբար սնում են այն արատավոր մտայնությունը, թե կարելի է հանցագործությունների մեջ ներգրավել կանանց, մանկահասակ երեխաներ ունեցող կանանց, կրծքով կերակրող կանանց, եւ հետո գալ այդ բարոյաքաղաքական ճնշումներով փորձել
շանտաժ անել եւ անպատժելիություն ստեղծել։ Կանանց իրավունքները բոլորովին դրա մասին չեն։ Երբ ես խոսում եմ կանանց իրավունքների մասին, ես չեմ խոսում օրենքի առջև անհավասարության մասին, այլ խոսում եմ ի բնե, ի վերուստ կանանց տրված եւ օրենքով ամրագրված հավասարության մասին։ Այդ կեղծ պաշտպանության քողի ներքո կանանց զրկում են իրենց ձայնից, իրենց պատասխանատվությունից եւ իրավունքներից։ Երբեք կանանց իրավունքների մասին խոսելիս ես այդ չեմ նկատի ունեցել, ինչ դուք արտոնություն կամ առավել մեղմ վերաբերմունք օրենքի դիտանկյունից բոլորովին։ Մեզ հիշեցնում եք մեր միջնորդությունը Սիներգի կազմակերպության աշխատակիցներին տրված, ընդ որում թե կին, թե տղամարդ։ Վերհիշենք ինչ է տեղի ունեցել, երբ դատախազությունը փոխել է կալանքի մասին որոշումը, մեջբերել է ոչ թե մեր միջնորդությունը, այլ մեջբերել է քննության հետ համագործակցելը եւ նաեւ մարդիկ վերջում ընդունել են իրենց մեղավորությունը։ Եթե դուք դա եք անվանում հովանավորչություն եւ դա եք ուզում, ապա գիտեք փաստաբանի հեռախոսահամարը։ Հետեւաբար այս ամբիոնից պետք չի գալ նկարագրել մի սցենար, որը իրականությանը չի համապատասխանում ու պահանջել ասել դե երկակի ստանդարտ եք դրսևորում, մի դրսևորեք։ Գիտեք ինչ անել այդ դեպքում։ Եթե մեզ հետ պատահածը կարծում եք, որ շատ լավ բան էր, այդ նույնը հասանելի է նաեւ ձեզ։ Այստեղ նաև կրկին այդ Սահմանադրական դատարանի վճռի մասին խոսելիս խոսվեց այն մասին, որ հայրենիք եւ հազարավոր տղաներ են կորցրել, ինչու եք այդ հարցի վրա կենտրոնում կամ ավելի ճիշտ դուք ամեն ինչ մոռացության եք մատնում։ Մի անգամ տիկին Գրիգորյան դուք էլ ինձ մեղադրել էիք սուտ Հայաստան-Վրաստան հարաբերություններում հակավրացական բանաձև հեղինակելու մեջ, ես ձեզ դա ասեցի, եւ դուք եկաք այս ամբիոնից ասեցիք, այո, ես սխալվել եմ, բայց իմ սխալը չի արժեցել հազարավոր կյանքեր։ Բայց հասկանանք էլի պատերազմի արհավիրքի համար ով է մեղավոր։ Ես մեր ժողովրդի կայսրությունների ձեռքում կռվախնձոր լինելու ճակատագրից դուրս գալու դիտանկյունից ճիշտ չեմ համարում, որ մենք մարդկանց անուններ նշենք կամ կուսակցությունների, բայց եթե ուզում եք անպայմանորեն մարդ ու կուսակցություն նշվի, ապա մեղավորները Ռոբերտ Քոչարյանն են, Սերժ Սարգսյանն է եւ Դաշնակցությունը։ Որտեւ գիտեք ինչով են զբաղված եղել այդ մարդիկ առաջին պատերազմի ժամանակ, որտեղ եւս զոհեր եղել են։ Ընդ որում ես կարծում եմ, որ սա ոչ թե ժողովրդական բանահյուսության դիտանկյունից պետք է նայենք, այլ պետք է նայենք, թե ինչ է ասում հենց անձամբ ինքը Դաշնակցությունը Ռոբերտ Քոչարյանի մասին։ 92 թվականին, երբ Լեռնային Ղարաբաղում Դաշնակցությունն էր իշխանություն, իսկ Ռոբերտ Քոչարյանը եկել Վանաձորից ընտրվել էր Գերագույն խորհրդի падգամավոր։ Ինչ էր տեղի ունենում Ազգորաթերթի մի հոդվածում Աննա Իսրայելյան անունով մի լրագրող պատմում է, որ Լեռնային Ղարաբաղում գերակա դիրք ունեցող Դաշնակցությունը պնդում է, որ Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը զբաղված են բենզինի, սննդամթերքի ու զինամթերքի մատակարարումների մենաշնորհների միջոցով Ղարաբաղում իշխանություն հաստատելով։ Ես չգիտեմ Աննա Իսրայելյան անունով լրագրող այն լրագրողն է, որին մենք ճանաչում ենք թե ոչ, բայց դրանից 1 ամիս անց նույն բանը հաստատում է Դաշնակցության բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը, այդ նույն թերթում իր հոդվածում, որը իմիջիալոց նույն պարոն Հովհաննիսյանը դարձավ ԱԺ փոխոսնակ եւ Դաշնակցության նախագահի թեկնածուներ 2008 թվականին, նա էլ է պնդում, որ Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը նավթի թագավորներն են եւ զբաղված են Լեռնային Ղարաբաղում մատակարարումների մենաշնորհների միջոցով յուրայինների ցանցի ստեղծմամբ։ Սա միայն այդ թերթերի հոդվածները չեն, որը միայն հիմա վերհանում ենք, այլ դրա մասին, ինչպես ասեցի, կա մի ամբողջ ժողովրդական բանահյուսություն։ Վերջերս դուք սկսել եք խոսել այն մասին, որ պետք է անցյալի սխալները ընդունել ու ասում եք, որ ձեր ոդքասթի շրջանակներում ասում եք, որ անցյալում Հայաստանում ֆեոդալիզմ էր։ Կարծես այդ ֆեոդալիզմը Քոչարյանը չի հիմնադրել։ Ընդ որում դրա ապացույցներ կա։ 98 թվականի մի հարցազրույցում լրագրողը նրան հարցնում է Ղարաբաղում գեներալների դղյակների մասին եւ ինչ են ապատասխանում։ Ասում է. կան նաեւ մի շարք այլ հրամանատարների տներ եւ ժամանակին դա Ղարաբաղում քաղաքական որոշում էր։ Պատերազմի վերջում ակնհայտ երևում էր, որ քանի որ հարցը կարգավորված չէ, պարոն Քոչարյան, դուք այստեղ նախորդ քննարկման ժամանակ ասում եք, որ վիճակը այն ժամանակ այլ էր, մենք հաղթած ենք, մենք ինքնավստահ ենք։ Ձեր հայրն է ասում, քանի որ երևում էր, որ հարցը կարգավորված չէ, ժողովուրդը նույնիսկ իրենց տների վերականգնման հարցում բավականին պասիվ էին, մտածելով, թե ով գիտի ինչ ապագա կունենան, եւ այն ժամանակ որոշեցինք, որ ճիշտ կլինի, որ հրամանատարները սկսեն կառուցել տներ։ Լրագրողը նրան հարցնում է, ասում է աշխատավարձով, նա պատասխանում է, գիտեք, գրաված տարածքներում, Կովսական,
սանասար, գիտի այդ բառերը Ռոբերտ Քոչարյանը, գրաված տարածքներում այնքան շինանյութեր կային, որ այստեղ մեծ գումարներ չէր պահանջվում, եւ ես պիտի ասեմ, որ եթե նայեք Մարտունու պաշտպանական շրջանի հրամանատարի տունը, ապա այդ տունը երևում է քուր գետից։ Սա է եղել այդ արտաքին քաղաքականությունը, հաղթանակը, ինքնավստահությունը, որը դուք առաջարկել եք ցույց տալ, կառուցել դղյակներ եւ հետո էլ դրանք կառուցել եք Երևանում։ Հիմա էլ որ երևա Արաքս գետից։ Բանակի հրամանատարները գրաված տարածքներում շինանյութերով կառուցել են տներ, որ Երևան քուր գետից, սա է եղել արտաքին քաղաքականությունը։ Լեռնային Ղարաբաղի առաջի պատերազմում կուտակել իշխանություն, հրադադարը ավելի ուշ հայտարարել հաղթանակ եւ հետո ապօրինի գործունեությամբ գույք կուտակելով, իսկ էսկալացիաների ժամանակ մեր պետության ինքնիշխանությունը սկուտեղի վրա մատուցել մեկ այլ երկրի։ Սա է եղել պատմությունը։ Այսքանն է։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, Արթուր Խաչատրյան։